Եթե մենք ունենք գործընկերներ, ովքեր ունեն առաջարկներ, դրանք խնդրում եմ եւ մինչեւ այս պահն խնդրել եմ, որպեսզի դրանք գրավոր ներկայացնեն մեր քննարկմանը, որպեսզի համ ես դրա մասին կարծիք արտահայտեմ, համ նաեւ կառավարությունը, որպեսզի կառավարությունը ժամանակներ եւ հայտնի։ Ցավոք սրտի, ինչ շրջանառվել է նախագիծը վերջին 3 ամիսների ընթացքում, ազգային ժողովի պատգամավորների կողմից որևէ առաջարկ չի եղել։ Գրավոր առաջարկի մասին է խոսքը։ Այո, մեր խմբակցությունը մեծ է եւ ազգային ժողովում ունենք 100-ից ավել պատգամավորներ, կամ պատգամավորներ, որ ասում են մի ամիսը քիչ է, դառնա 2 ամիս, մեկը ասում է 15 միլիոնը քիչ է, դարձնենք 30, մեկը ասում է 24 միլիոնն է շատ իջացնենք, 6 ամիսը սարքենք 4 ամիս, 4 ամիսը սարքենք 8 ամիս։ Բնականաբար բազմաթիվ պատգամավորներ ունեն կարծիքներ, քանի որ նախագիծը միանգամից մի քանի կետերի վերաբերում շատ դժվար է հասնել լիակատար կոնսենսուսի, բայց մի բան մենք ֆիքսել ենք կառավարության գործընկերների հետ համատեղ, որ նախագիծը պետք է ընդունվի եւ արդեն իրար պրակտիկայում մենք հասկանանք բացել եւ շարունակենք շտկելու ուղղությամբ գնալ, որպեսզի Բայց եթե հանձնաժողովի նիստերում մերժում են, հիմա ո՞նց եք պատկերացնում գումարում ընդունեն։ Բնականաբար հետ կանչելու ցանկություն չի կարող լինել։ Նախագիծը անցել է բոլոր փուլերը, այսօր հանձնաժողովում ոչ դրական, ոչ բացասական նախագիծ ստացավ, կային կընդգրկվի առաջիկա 3 օրվա քառօրյա նիստերում, 3-րդ բաժնի հարցերում, ես կներկայացնեմ ազգային ժողովին 3 օրը եւ ազգային ժողովը կորոշի դեմ քվեարկի թե կողմ։ Եթե ազգային ժողովը քվեարկի կողմ, հարցը կներառվի լիագումար նիստերի օրակարգում եւ ամբողջ ծավալով կքննարկվի։ Շնորհակալ եմ։